Դեկտեմբերի 10-ին Հայարդ մշակութային կենտրոնում բացվեց Սարգիս Վիրաբյանի ֆոտոխմբակի սաների լուսանկարների թվով 15-րդ ցուցահանդեսը։ Սաները տարբեր մասնագիտությունների տերանձինք ունեն մի նպատակ՝ տիրապետել լուսանկարչության արվեստին, կարողանալ տեսախցիկի միջոցով հավերժացնել գեղեցիկ ու խոշոր լուսանկարներ։ Եթե մինչև այդ փողոցում քայլելիս ուղղակի քայլում էի, հիմա ժողովրդին, հայացքը, ամեն ինչ ավելի լուրջ ձև եմ նկատում ու փորձում եմ, ձգտում եմ, արտացոլեմ նկարներում։ Սաներից ոմանք լուսանկարչությունը դիտում են միայն որպես հոբի։ Նրանց գոհացնում է թեկուզ միայն այն, որ իրենց կողմից արված ցանկացած լուսանկար կլինի ճիշտ, իսկ ոմանք այս դասընթացից հետո հստակ որոշել են լուսանկարչությունը դարձնել մասնագիտություն։ Խմբակներում միշտ լինում են երկու տեսակ մարդիկ, կան որ ունեն հիմնական մասնագիտություն, ուղղակի սիրողական մի քիչ ավելի կարգում են զբաղվում, կան որ ավելի պրոֆեսիոնալ այդ գործունեության մեջ խորանում են ու դառնում են հենց պրոֆեսիոնալ լուսանկարիչ։ Իմ սաների շատերը արդեն կայացած լուսանկարիչներ են հավարվում Հայաստանում։ Շրջանաձև սրահում մեկ անգամյա պտույտն իհարկե բավական չէր բոլոր լուսանկարներին միանգամից ծանոթանալու եւ նրանց ասելիքը ընկալելու համար, քանի որ ներկայացված բոլոր աշխատանքներն էլ ունեն հստակ բովանդակություն, կառուցված գունային տարաբնույթ խաղերով ու մարդ բնություն հարաբերության պատկերային ներդաշնակությամբ։ Ներկայացված են լուսանկարչական գրեթե բոլոր ժանրերը, թե դիմանկար, թե բնանկար, թե նատյուրմորտ, ամեն հեղինակ, իսկ ցուցահանդեսի մասնակցում է 15 հեղինակ, ներկայացել է 5 աշխատանքով։ Դասընթացները տևում են 3 ամիս։ Այս ընթացքում Սարգիս Վիրաբյանի ֆոտոխմբակի սաները ոչ միայն յուրացնում են լուսանկարչության տեխնիկան, այլ նաև փորձում են պատկերի միջոցով փոխանցել ասելիք։ Փորձում ենք ավելի աշխարհանկալման վրա, մարդու հեղինակի, քանի որ լուսանկարչություն աշխարհանկալում է, ինչքան աշխարհանկալում է, այնքան հետաքրքիր կարող է կադրեր ստացվի։ Իրականում 3 ամիսը լուսանկարչության համար շատ կարճ է։ Երկար տարիներ են պետք որ կայանա, այս ոլորտում։ Եթե որտեղ լուսանկարչությունը արվեստ է, թե արվեստ է, եթե արվեստ նաև դիտարկենք լուսանկարչություն շատ բարդ է ինքը։ Բայց հավատացեք, ես կարծում եմ 3 ամսում այսպիսի արդյունք ցույց դա լավ, ուղղակի պետք է աշխատել։ Սաներից յուրաքանչյուրն իր ուրույն ճանապարհով է փնտրում ու գտնում ֆոտոխմբակը, բայց դասընթացներից հետո նրանց ճանապարհներն ինչ-որ չափով նույնանում են։ Բոլորն էլ ձգտում են հայաստանյան լուսանկարչության զարգացման մեջ ունենալ իրենց ներդրումը։ Սարգիս Վիրաբյանի մասին լսել էի 4 տարի առաջ, երբ որ ես Մոսկվայից գալիս եմ, որոշել եմ, որ անպայման պետք է զբաղվեմ լուսանկարությամբ, որտեղ դրանից առաջ այնտեղ էի աշխատում, ապարատը գնեցի, որոշեցի, որ անպայման պետք է զբաղվեմ ոչ թե սիրողական, այլ ավելի պրոֆեսիոնալ։ Արդեն նույնիսկ երազանք ունեմ, որ հետագայում ունենամ իմ նույնիսկ ֆոտոստուդիան։ Որպես լուսանկարչության մեջ ոտք դրած սկսնակներ, Սարգիս Վիրաբյանի ֆոտոխմբակի սաները հստակ գիտեն ինչ են ուզում լուսանկարել։ Իմ կարծիքով իմ շեղվածությունը երևի կլինի դոկումենտալ ֆոտոն։ Միշտ երեխաներին մաքրություն եմ տեսնում, նրանց անմեղությունը իմ համար ավելի ոգեշնչող է։ Ես երեխաներ եմ սիրում նկարել շատ։ Պայծառ Այվազյան, Արա Պողոսյան, Հայաստանից հատուկ ARM TV-ի համար։